Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Եվ քեզ պիտի կոչեն փնտրված և գտնված Եսայի 62:12 Աստծո գերազանց շնորհքը երևում է նրանում, որ նա մեզ ոչ միայն փնտրել է, այլ նաև գտել է։ Մարդիկ իրենց կորած իրերը որոնում են տան անկյուններում, սակայն երբեմն նրանք այնքան էլ չեն մտահոգվում, երբ չեն գտնում դրանք։ Բայց եթե նրանք մտադիր են անպայման գտնել կորցրածը, ապա որոնումն ավելի համառ և նպատակային է լինում։ Ինչ վերաբերում է մեզ, մենք խառնված ենք եղել ցեխի հետ, նման էինք ոսկու մի թանկարժեք կտորի, որն ընկել էր կոյուղու մեջ և մարդիկ դուրս բերելով կեղտի գարշելի մի զանգված, ուշադրությամբ և հետևողականորեն զննում ու փնտրում էին այդ կույտի մեջ, մինչև գանձը կհայտնաբերվեր, կամ եթե մեկ այլ փոխաբերություն գործածենք, մենք կորած ենք լաբիրինթոսում և մոլորված այս ու այն կողմ էինք թափառում, և երբ ողորմությունն ավետարանի միջոցով մեր հետևից եկավ, այն միանգամից չգտավ մեզ, այլ ստիպված էր ջանադրաբար որոնել, որովհետև մենք որպես կորած ոչխարներ այնքան անհույս էինք մոլորվել և այնքան հեռավոր երկիր հասել, որ թվում էր, թե նույնիսկ բարի հովիվը չէր կարող մեր հետևից գալ այդ խոտորնակ ճանապարհներով, սակայն փառք նրա անհաղթելի շնորհքին մենք գտնվեցինք, ոչ մի խավար չկարողացավ թաքցնել մեզ, ոչ մի նողկալի կեղտակույտ չկարողացավ ծածուկ պահել մեզ, մենք գտնվեցինք և տուն բերվեցինք, փառք նրա անհուն սիրուն, Սուրբ Հոգի Աստվածը վերադարձրեց մեզ, Աստծո մարդկանցից ոմանց կյանքերը զարմանքով կլցնեն մեզ, եթե գրված լինեին, հիանալի և սքանչելի են այն ուղիները, որոնցով Աստված իրեններին տուն է վերադարձնում, օրհնյալ լինի նրա անունը, նա երբեք չի թողնում որոնումները, մինչև իր ընտրյալները չեն գտնվում, նրանք այնպիսի մարդիկ չեն, որ այսօր գտնվում են, իսկ վաղը դեն նետվում, իրար միախառնված ամենակարողությունն ու իմաստությունը չեն կարող սխալվել, նրանք պիտի կոչվեն փնտրված և գտնված, այն, որ ինչ-որ մեկը գտնում է, արդեն իսկ անզուգական շնորհք է, բայց այն, որ փնտրվում և գտնվում ենք հենց մենք, անպատմելի և անսահման շնորհք է, մենք չենք կարող դրա համար որևէ պատճառ գտնել, բացի միայն Աստծո ինքնիշխան սերը, այնպես որ եկեք հիացմունքով բարձրացնենք մեր սրտերը և փառաբանենք Տիրոջը, որ այս գիշեր կրում ենք փնտրված և գտնված անունը։